Օդը պարզեցնելուն և օրերը կարճանալուն զուգընթաց աշխարհը կարծես վերակազմակերպում է իր մեխանիզմները։ Ծանոթ մակերեսի տակ թաքնվածները լույս են տեսնում։ Հոկտեմբերի վերջը բերում է ոչ միայն փոփոխություններ, այլև հնարավորություն նրանց համար, ովքեր նախապես պատրաստել են դաշտը։ Էներգիան կենտրոնացած է բիզնես նախաձեռնությունների, ներդրումային որոշումների և իրենց ֆինանսական ճակատագրի համար անձնական պատասխանատվության շուրջ։ Այս հոլովակում մենք ձեզ կպատմենք 3 նշանների մասին, որոնց ջանքերը առաջիկա շաբաթներին ամենայն հավանականությամբ կաժանանան դրական արձագանքի, ոչ թե կախարդանքի, այլ ժամանակի, մտադրության և առողջ բանականության համադրության շնորհիվ։ Ցուլեր։ Ապագա հարստության ամուր հիմք։ Ձեզ համար ցուլ։ Մոտենում է մի ժամանակաշրջան, երբ գործնականությունը սկսում է պտուղ տալ։ Կարծես տարիներ շարունակ պարարտացրած հողը վերջապես բերք է տալիս։ Հոկտեմբերի 26-ից սկսած դուք կզգաք, որ նախկինում սկսված ֆինանսական գործընթացները, համաձայնագրերը, խնայողությունները, հետաձգված մեկնարկով նախագծերը թափ են հավաքում և կոնկրետ արդյունքներ են տալիս։ Սա իմպուլսիվ ռիսկերի ժամանակը չէ։ Ամեն ինչ, ինչ այժմ ընթանում է, պահանջում է ճշգրիտ ձեռք և համբերատար վերահսկողություն։ Եթե դուք բանակցություններ եք վարել աշխատավարձի բարձրացման, նախագծի բաժնեմասի կամ բյուջեի բաշխման վերաբերյալ, ապա հավանական է հստակ և պաշտոնական հանդիպում, որտեղ կարող եք համաձայնության գալ ձեր կարիքների համապատասխանող պայմանների շուրջ։ Կարգապահությունը կարևոր է։ Վերանայեք պայմանագրերը, թարմացրեք հաշվարկները և պաշտպանեք ձեր շահերը փաստաթղթերով։ Ձեր անձնական ֆինանսներում արժե ուշադրություն դարձնել ձեր եկամտի աղբյուրների կառուցվածքին, ակտիվների բաշխման վերանայումը և արտակարգ իրավիճակների ֆոնդի ստեղծումը հիմա կնվազեցնի ապագա անհանգստությունները։ Կարգուկանոնի և կանխատեսելիության միջոցով ձեզ տրված հուզական հարմարավետությունը կդառնա կենսական ռեսուրս։ Ներդրումներ կատարեք ոչ միայն ձեր եկամտի, այլև նոր պարտավորությունները կատարելու ձեր ունակության մեջ։ Գործող գործողություններ։ Ստեղծեք եռամսյա կոնկրետ ծրագիր և սահմանեք կարևորագույն կետեր, կանխելու համար շահութաբեր հոսքերի քաոսի մեջ ցրվելը։ Կույսեր։ Վարպետությունը վերածվում է ոսկու։ Դուք կույս մտնում եք մի փուլ, երբ մասնագիտական կարողությունը և գործերը մինչև վերջ տեսնելու ունակությունը սկսում են վերածվել նյութական պարգևի։ Հոկտեմբերի վերջից ձեր մանրակրկիտությունն ու մեթոդական մոտեցումը կնկատեն ֆինանսական հարցերով զբաղվողները։ Հաճախորդները, մենեջերները և գործընկերները հակված են վճարել որակի և հուսալիության համար։ Սա բարենպաստ ժամանակ է խորհրդատվական վերլուծական բժշկության, կրթական ծառայությունների կամ բարձր ճշգրտության արհեստների ոլորտում աշխատողների համար։ Ձեր գիտելիքները կդառնան արժեքավոր ապրանք, որը հեշտությամբ կպարգևատրվի։ Կարևոր է ոչ միայն ավելի լավ աշխատել, այլև ճիշտ գնահատել ձեր աշխատանքը։ Վերանայեք ձեր գնագոյացումը, պատրաստեք փաստարկները բանակցությունների համար և մի վախեցեք առաջարկել լուծումների փաթեթ անհատական ծառայությունների փոխարեն։ Դուք կարող եք ստանալ երկարաժամկետ աշխատանքի հետ կապված գումար, նախագծերի համար վճարներ, երկարաժամկետ պայմանագրերի համաձայն հաշվարկներ կամ համակարգված արդյունքների համար բոնուսներ։ Ֆինանսական օգուտները ավելի արագ կգան, եթե կարողանաք ներկայացնել ձեր արդյունքները հստակ առևտրային ձևով՝ պայմանագիր, հաշիվ ապրանքագիր կամ ներդրողի ներկայացում։ Անձնական խորհուրդ։ Ժամանակ հատկացրեք ձեր նվաճումների տեսանելիությունը բարձրացնելու համար։ Ուշադիր ներկայացված պորտֆելը կամ հաշվետվությունը կբարձրացնի ձեր շոշափելի եկամտի հնարավորությունները։ Այդ եղջյուրներ։ Գագաթնակետը վերջապես հաղթահարված է։ Այդ եղջյուր։ Դուք գտնվում եք այն փուլի շեմին, երբ հետևողական աշխատանքը և ռազմավարական պլանավորումը վերածվում են զգալի ֆինանսական նվաճումների։ Հոկտեմբերի 26-ից սկսած հանգամանքները կստեղծեն պայմաններ երկարաժամկետ նպատակին հասնելու համար։ Սա կարող է լինել պաշտոնի բարձրացում, նախագծի համար զգալի պարգև, խոշոր վարկի հաստատում կամ գործարքի հաջորդ ավարտ, որի վրա աշխատել եք ամիսներ կամ տարիներ շարունակ։ Ձեր առաջ մտածելու և կարգապահությունը պահպանելու ունակությունը այժմ ոչ միայն օգտակար է, այլև կարևոր է զգալի շահույթ ստանալու համար։ Պատրաստվեք պատասխանատվության աճի և հնարավորությունների աճի համար։ Պայմանագրային պարտավորությունները, նոր դերերը կամ ռեսուրսների կառավարումը կպահանջեն հասուն մոտեցում և լիազորություններ պատվիրակելու ունակություն։ Եթե պլանավորում եք ընդլայնել ձեր բիզնեսը կամ գնել ակտիվներ, հիմա կարող է լավ ժամանակ լինել, բայց որոշում կայացնելուց առաջ ստուգեք բոլոր իրավական և ֆինանսական մանրամասները։
կարգավորումները։ Գործնական խորհուրդ, կազմեք պարտադիր գործարքի պայմանների ցանկ եւ կիրառեք արտակարգ իրավիճակների պլաններ։ Այս կերպ դուք կարող եք օգտվել հնարավորությունների հեղեղից առանց ավելորդ ռիսկի։ Զգացմունքային առումով այս ժամանակահատվածը ձեզ հաստատում կբերի ոչ թե որպես պատահականություն, այլ որպես արժանի պարգև հետևողական ջանքերի համար։ Շարժվելով առաջ ձեզ կներկայացնենք շատ հետաքրքիր մի հոդված։ Աստված գոյություն ունի եւ գիտությունն ապացուցում է դա։ Ֆրանսիացի մաթեմատիկոսները ապացույցներ են գտել։ Նրանց նոր գիրքը հիմնված է Նոբելյան մրցանակի 62 դափնիների կարծիքների վրա։ Արդյոք Աստված իրականում գոյություն ունի։ Մարդկությունն այս հարցը տալիս է վաղնջական ժամանակներից եւ եթե նախկինում գիտությունն ավանդաբար համարում էր աստվածային արարչի գոյությանը հակասող փաստարկ, ապա այժմ ֆրանսիացի մաթեմատիկոսներ Օլիվիե Բոնասեեն եւ Միշել Իվ Բոլորեն հակառակն են պնդում։ Գիտությունը դարձել է Աստծո դաշնակիցը։ Իրենց նոր գրքում հեղինակներն ամփոփել են Նոբելյան մրցանակի 62 դափնեկիրների եւ ավելի քան 100 առաջատար գիտնականների տեսակետները, առանձնացնելով այն գիտական հայտնագործությունները, որոնք իրենց կարծիքով կարող են ապացուցել Աստծո գոյությունը։ Դրանց թվում են մեծ պայթյունի տեսությունը, տիեզերքի ծագման ամենաճանաչված մոդելը, ինչպես նաեւ ԴՆԹ-ի եւ մարդու գենոմի հետ կապված հայտնագործությունները։ Մինչև վերջերս Աստծուն հավատալը կարծես անհամատեղելի էր գիտության հետ։ Այժմ բոլորովին անսպասելիորեն գիտությունը կարծես թե դարձել է Աստծո դաշնակիցը, գրում են հեղինակները։ Ի վերջո այն հարցը, թե գիտությունը հերքում է Աստծո գոյությունը, թե ընդհակառակը հաստատում է, մնում է մեկնաբանության հարց։ Սակայն այս հայտնագործությունները հուշում են, որ մեր աշխարհը կարող է լինել գիտակցված նախագծի, այլ ոչ թե պատահականության արդյունք։ Մեծ պայթյունի առեղծված է։ Այսպես, մեծ պայթյունը, որը սկիզբ դրեց ժամանակին տարածությանը եւ նյութին, ստիպում է մտածել այն մասին, թե կոնկրետ ինչն է գործարկել այդ գործընթացը։ Չէ՞ որ մինչ այդ գոյություն չունեին ոչ պատճառներ, ոչ էլ ֆիզիկական օրենքներ։ Իրենց սովորական իմաստով բացատրելու անհնարինությունը, թե ինչ է եղել մինչևը, գիտնականներին հանգեցնում է տիեզերքի հենց սկզբնավորման հետևում կանգնած ստեղծագործական ակտի մտքին։ Թեև շատ գիտնականներ, ներառյալ հանգուցյալ Սթիվեն Հոքինգը, մերժում էին այն գաղափարը, որ դրա հետևում կանգնած էր աստվածային նախագիծ։ Տիեզերքի նուրբ կարգավորումը։ Նույնը վերաբերում է ֆիզիկական հաստատումների զարմանալի ճշգրտությանը։ Ձգողականության ուժի, էլեկտրամագնիսական փոխազդեցության կամ ջերմաստիճանի աննշան փոփոխությունն անգամ կյանքն անհնարին կդարձներ։ Հեղինակները կարծում են, որ բնության այսպիսի իդեալական կարգավորումը կամ չափազանց անհավանական է, կամ բանական արարչի նախագծի արդյունքն է։ Կյանքի ծագման առեղծվածը։ Ոչ պակաս խորհրդավոր է մնում նաև կյանքի ծագումը։ Անկենդան նյութի վերածումը բարդ ձևերի, ԴՆԹ-ի եւ բոլոր կենդանի օրգանիզմները կառավարող ծածկագրի ի հայտ գալը չափազանց անհավանական է թվում պատահականություն լինելու համար։ Նույնիսկ աթեիստ Ֆրենսիս Քրիքը, ԴՆԹ-ի կառուցվածքը հայտնագործողներից մեկը, խոստովանել է, որ նման բան կարելի է անվանել գրեթե հրաշք։ Ֆիզիկայի նոր հորիզոնները։ Նույնիսկ Էյնշտեյնի հարաբերականության տեսությունը, որը փոխեց ժամանակի եւ տարածության մասին պատկերացումները, փիլիսոփայական զուգահեռներ առաջացրեց կրոնական գաղափարների հետ, եթե լույսը միակ հաստատունն է տիեզերքում, իսկ Աստված Աստվածաշնչում կոչվում է աշխարհի լույս, ապա գիտության եւ հավատքի միջև կապն այնքան էլ հեռու չէ։ Իսկ քվանտային ֆիզիկան, որը ցույց տվեց, որ իրականությունը խորքային մակարդակում անկանխատեսելի է եւ ունակ է գործելու պատճառահետևանքային կապի սովորական օրենքներից դուրս, գիտնականների համար բացահայտեց մեկ այլ մետաֆիզիկական իրականության հնարավորությունը։ Այդպիսի մակարդակի գոյության փաստն ինքնին, ասում է հեղինակները, քանդում են 19-րդ դարի մատերիալիստական պատկերացումը եւ կրկին բարձրացնում Աստծո հարցը։ Եզրակացություն։ Բոնասեեն եւ Բոլորեն գալիս են այն եզրակացության, որ Աստծո գոյության ապացույցներն այսօր առատ են, հստակ եւ ռացիոնալ։